Ողջույն հարգելի հեռուստադիտողներ եւ սոցիալական հարթակների մեր հետևորդներ։ Եթերում առողջարարն է։ Սա առողջապահական հարթակ է, որտեղ մենք բժիշկների հետ քննարկում ենք ամենատարբեր հարցեր, որոնք այսօր ակտուալ են առողջության հետ կապված։ Քննարկում եւ ձեզ ենք ներկայացնում մի շարք հիվանդություններ, դրանց հետ կապ ունեցող վիրահատական եւ ոչ վիրահատական մեթոդներ, որոնք կիրառվում են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Մենք հանդիպում ենք յուրաքանչյուր շաբաթ 21:00-ին։ Առողջարարի տաղավարում մանկական գինեկոլոգ է Արփինե Մաթևոսյանն է, մենք զրուցում ենք մի շարք խնդիրների մասին, որոնք վաղ տարիքում կարող են հանդիպել աղջիկ երեխաների մոտ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Խոսենք մանկական գինեկոլոգի կաբինետի պացիենտների խնդիրների մասին, հա։ Երբ պետք է այցելել ու կա այսպիսի մի տարածված միտք, որ պետք է պարտադիր մանկական գինեկոլոգի մոտ այցելություն թեկուզ պրոֆիլակտիկ ունենալ մինչև 12 տարեկանը։ Սա այդպես է, թե ոչ, եւ երբ պետք է դիմել։ Ուրեմն ուստի տարածված կարծիք է, այլ պարտադիր պայման է, որ մանկական գինեկոլոգին պետք է այցելել 1 տարեկանում, 3 տարեկանում, 6 տարեկանում, 12-ում ու դրանից հետո տարին 1 անգամ, որովհետև մանկական ու գինեկոլոգիական խնդիրները իրենք կարող են բնածին լինել արդեն իսկ եւ սկսել դրսևորվել իհարկե կյանքի ողջ ընթացքում։ Ու երբեք վերարտադրողական համակարգը չի կարելի դիտարկել առանձին ամբողջ օրգան համակարգից։ Ինքը նույն օրգան համակարգի մի մասն է ու նույն կերպ արձագանքում է օրգանիզմում ընթացող բոլոր process-ներին, թե դրական իմաստով, թե բացական իմաստով։ Այդ պատճառով գինեկոլոգին այցելելը պարտադիր է, ինչպես ականջաբանի մոտ են գնում, հա, գնում են տարբեր մասնագետների մոտ, այնպես էլ պետք է այցելել մանկական գինեկոլոգին, որովհետև խնդիրները շատ են, բայց առաջինը պետք է այցելել, որպեսզի գնահատվի երեխայի առողջական վիճակը, որովհետև կան նաև շատ խնդիրներ, որոնք ուղղակի բաց են թողնվում, չեն գնահատվում, հայտնաբերվում են ուշ։ Խնդիրներին առաջիկայում կանդրադառնանք, պիտի խնդրեմ, այդ տեսակ ասացիք բաներ, որոնք ինքս էլ տեղյակ չէի, 1 տարեկան, 3 տարեկան այդ պրոֆիլակտիկ այցերի մասին, իսկ մշակույթը ինչպիսին է, արդյոք ծնողները 1 տարեկան, 3 տարեկան այդ պահանջը կարևորում են, հետևում են, ժամանակին մոտենում են բժշկի, թե այնուամենայնիվ խնդիր լինելու դեպքում։ Մշակույթը շատ բազմազան է, ինչպես եւ մեր հանրությունն է բազմազան։ Ժամանակակից մայրիկները շատ տեղեկացված են։ Եվ բնականաբար տեղեկացվածության աղբյուրը դա համացանցն է։ Համացանցում քանի որ ֆիլտրելու ունակությունը ցածր է, մեր մայրիկների ընդհանրապես մարդկանց, քանի որ ֆիլտրելու համար պետք է ունենաս բազային գիտելիքներ։ Դրա համար կարևորում եմ իրենց կրթելու, ինֆորմացիա փոխանցելու հանգամանքը։ Եվ մայրիկները, ովքեր կարող եմ ասել 30 անց սերունդը, հա, 25-ից բարձր մինչև 40-ի սերունդը բավականին տեղեկացված է, իրենք այցելում են, իրենք հասկանում են, որ ունեն խնդիրներ, ուղղակի մի քիչ ավելի կարծում եմ դաշտը պետք է ավելի պոպուլարիզացնել այն իմաստով, որ անգամ բժիշկներ կան, թե հեռավոր վայրերում, կապ չունի իհարկե տարածաշրջանը, ուղղակի տեղյակ չեն, որ կարելի է այս գանգատի դեպքում անպայման ունենալ մանկական գինեկոլոգի խորհրդատվություն, կամ ուղղակի երեխայի առողջական վիճակը գնահատելու համար ունենան գինեկոլոգի խորհրդատվություն։ Ու այդ բացը բնականաբար պարբերաբար լրացնում ենք, հենց ծնողների հետ զրուցելով, մեր գոլեգաների հետ զրուցելով, ուրիշ ճանապարհ չկա, ես կարծում եմ։ Բայց իհարկե դիմում են, ես արդեն 20 տարուց ավել եմ մանկական գինեկոլոգ եմ եւ դիմելություն կա, իհարկե կա, որքան տեղեկացնում ես, այնքան անգամ երեխաներ ամենահաճելի պահը այս process-ում դա է, որ երեխան երբ որ ինչ-որ մի տարիքում այցելել է ու ինքը արդեն դեռահաս տարիքում կարող է առանց մայրիկի էլ գալ, հասկանալով որ դու կաս ու ինքը ունի ինչ-որ գանգատ, որի հետ չգիտի գանգատը թե իսկապես նորմալ է, ինքը գալիս է քննարկում ենք, կա գանգատ, կորեկցում ենք, այնպես որ շատ լավ է, որ իրենք սերունդներ մեծանում են արդեն տեղեկացված։ Իսկ ինչ խնդիրներ են առավել շատ հանդիպում, ինչ խնդիրներով են իսկապես դիմում, եթե պրոֆիլակտիկ չի այցը։ Խնդիրները տարբեր են ըստ տարիքային խմբերի։ Մենք երեխաներին պայմանական բաժանում ենք
մանկություն, այդ մանկությունը մինչև 7-8 տարեկանն է, այսինքն մինչև նախահասունացման շրջանը, նախասեռահասունացումը, այս տարիքում հիմնականում բորբոքումներն են։ Դրանք արտաքին սեռական օրգանների բորբոքումներն են, հիմնական գանգատները, որից հետո արդեն երեխայի աճի հետ, երբ որ վերարտադրողական օրգանները սկսում են գործել, եւ այդ գործելու ընթացքում բացահայտվում են նաեւ նրանց խնդիրները կամ դաշտանային ցիկլի կայացման խնդիրներ են առաջանում, լինում են կիստաներ, կիստայանման գոյացություններ, լինում են բորբոքական հիվանդություններ, արդեն այս տարիքային խմբում ավելանում են փոքր կոնքի բորբոքական հիվանդությունները։ Եվ իհարկե ամենամեծ պատուհանը, որը պետք է մենք շուտ տեսնենք եւ շուտ հայտնաբերենք այդ երեխաներին, դրանք զարգացման արատներով երեխաներն են, որոնք ունեն եւ զարգացման խանգարումներ եւ դաշտանային ցիկլի կայացման խանգարումներ։ Այս խումբը պետք է հնարավորինս շուտ բացահայտվի, որպեսզի մենք կարողանանք նրանց ավելի համահունչ մտցնել աճի բոլոր փուլերի մեջ։ Եվ հետո ավելանում են բոլոր խնդիրները, ինչ որ կա վերարտադրողական համակարգում, եւ կրծքագեղձի հետ կապված, եւ արտաքին սեռական օրգանների, եւ ներքին սեռական օրգանների։ Այսպեսի մի հարց, խոսեցիք դաշտանային ցիկլի մասին, պարզապես մտքիս եկավ, հետաքրքիր է, դա նորմա է, թե դա խախտում է, որի դեպքում արդեն պարտադիր է մանկական գինեկոլոգի այցը։ Օրերս ծնողներից մեկից լսեցի, որ արդեն 13 տարեկան աղջկա մոտ սկսվել է ցիկլը, սկզբնական շրջանում շատ ծավալային առումով քիչ, ու այնուհետև դադար, հիմա սա անհանգստացնող է ծնողի համար, ինքը պետք է դիմի, թե սա նորմ է։ Տեսեք, սա շատ հստակ պետք է տարբերակել երկու բան ասեմ ձեզ։ Նախ մենք ունենք հետևյալ հանգամանքը։ Մինչև 13 տարեկանը, եթե աղջիկ երեխայի մոտ երկրորդային սեռական հատկանիշները չեն ձևավորվել, դրանք կրծքագեղձերն են եւ սեռական մազածածկույթը, ապա պարտադիր պետք է դիմել գինեկոլոգի, որովհետեւ դա հապաղում է։ Եթե 16-17 մի քիչ տանվում է այս տարիքային խումբը, 16-17 տարեկանում կանց երկրորդային սեռական հատկանիշներ, բայց չկա դաշտան, նորից հապաղում է անպայման պետք է հանդիպել մասնագետի։ Իսկ եթե սկսվեց դաշտանային ցիկլը դա մի շատ հետաքրքիր ինդիկատոր է կնոջ առողջության մասով։ Մեր վերարտադրողական համակարգը կապ չունի իհարկե սեռը։ Ուղղակի աղջիկների մոտ, քանի որ կա ցիկլային երևույթներ եւ դա դիտարկելի է, դա առաջի ահազանգն է, որ եթե նա կանոնավոր չէ, ուրեմն օրգանիզմը ինչ որ խնդրի հետ բախվել է։ Կապ չունի խնդիրը վերարտադրողական օրգան համակարգի հետ է, թե այլ օրգան համակարգի, որովհետև օրգանիզմը պատասխանում է թույլ ռեսուրսներով։ Թե իսկ եթե արդեն սկսվել է ու չի կայանում, առողջ օրգանիզմը ցիկլը կայացնում է մինչև 6 ամսում։ Եթե երկարաձգվում է այս process-ը, պարտադիր պետք է անցնի ճիշտ ամբողջական հետազոտություն։ Այստեղ մանկական գինեկոլոգը միայն սեռական օրգանների հասունության աստիճան չի գնահատում, այլ դու գնահատում ես երեխայի ընդհանուր օրգան համակարգի վիճակը, ինչպիսին է նա, ինչպիսի իմուն համակարգով է նա մտնում։ Այդ մեր ժամանակակից երեխաները ցավոք սրտի շատ քրոնիկ հիվանդություններ ունեն, ախտորոշված թե չախտորոշված, ունեն վատ սովորություններ, ապրում են վատ կենսամիջավայրում, վատ օրվա ռեժիմով եւ շատ կարող եմ թվարկել այդ բացական հանգամանքները, որ ճնշում են մեր երեխաներին։ Միայն ինֆորմացիոն այս գեր ծանրաբեռնված միջավայրը ճնշում է վերարտադրողական համակարգին, ինչու, որովհետեւ ինչպես բոլոր համակարգերը, վերարտադրողական համակարգը կարգավորվում է գլխուղեղի կողմից, գլխուղեղը ամենազգայուն օրգանն է, ցանկացած բացական տատանումներին, իսկ օրգանիզմն էլ այսպես է շատ հետաքրքիր աշխատում։ Վերարտադրողական համակարգը, եթե օրգանիզմը մտնում է ճնշքաժամային իրավիճակ, անջատում է վերարտադրողական համակարգին, որովհետև դա ավել ծախսատար գործ է իր համար։ Անջատում է, որպեսզի իր ուժերը ուղղի կենսական կարևոր օրգանների աշխատանքի համար։ Աղջիկների պարագայում մենք դա տեսնում ենք, ցիկլի չկայանալով, խանգարվելով, տարբեր խնդիրներով, տղաների պարագայում տեսանելի ուղղակի բաց է մնվում, բայց դա կարևոր ֆունկցիոնալ վիճակներն են, որ օրգանիզմը դրա հետ այդպես է աշխատում։ Իսկ եթե կա կանոնավոր ցիկլ, ուրեմն մենք գիտենք, որ ունի լավ առողջական համակարգ։ Այդ նշած բացասական հետևանքները,
հատկապես վերարտադրողական առողջության տեսանկյունից, ինչ հետևանքներ լրջագույն կարող են իրենց հետ բերել ու արդյոք պրակտիկայում նմանատիպ դեպքերը շատ են, երբ բավական խորը խնդիրներով մայրիկները աղջիկների հետ մոտենում են գինեկոլոգներին։ Տեսեք, խնդիրները շատ են, բայց եթե հետևանքին ասենք, հետևանքը դուք կարող եք ուղղակի տեսնել, թե այսօր Հայաստանի Հանրապետությունում ինչպիսին է ծնելիությունը։ Մեր խիստ ցածր ծնելիությունը դա ցուցանիշ է, որ կա վատ վերարտադրողական համակարգ։ Խորը հետևանքը անպտղությունն է։ Բնականաբար, մեծ տարիքում այս բոլոր հիվանդությունները բերված են մանկությունից։ Շատ քիչ դեպքերում են, որ այնտեղ ավելանում են սեռավարակներ, քրոնիկ բորբոքումներ, որոնք իրենց հերթին ճնշում են սեռական օրգաններին։ Հիմնականում, երբ որ չի կայացրել վերարտադրողական համակարգը, գլխուղեղը, այսպեսի մենք ցիրկադ ենք ասում, ժամացույցի ծրագիր է գրում գլխուղեղում, որը ի դեպ ակտիվանում ճիշտ աշխատում է գիշերվա ժամերին, մութ պայմաններում, որ արդեն հասկացաք, մեր երեխաները անքնությամբ են տառապում, ել չեմ ասում ֆիզիկական ցածր ակտիվությունը։ Այսինքն այս բոլոր բացական բաները աշխատում են կարճ, այս ցիրկադը պետք է գրվի հենց դեռահասության շրջանում։ Երբ որ դա չի գրվում, հետագայում կյանքի ցանկացած իրավիճակում օրգանիզմը գնում դուրս է բերում եւ ավտոմատ դա միացնում է։ Եթե դա չի գրված, այդ ճգնաժամային պայմաններում ինչը պետք է բերի ակտիվացնի, ստացվում է օրգանիզմը ունի բազային աշխատանքային գործիք, բայց այստեղ ավելանում է մի կարևոր բան։ Վերարտադրողական համակարգը ոչ միայն վերարտադրվելու համար է։ Պտղաբերությունը դա երկրորդ հարցն է, որ լուծում է օրգանիզմը։ Առաջինը դա առողջ նյարդաենդոկրին համակարգի ապահովումն է, որովհետև սեռական հորմոնները ապահովում են կնոջ առողջությունը, թե հենց թիրախ օրգանների պահով, դա կրծքագեղ, ծարգանդի լորձաթաղանթ, այս չտեսնված, չգնահատված, չբուժված անլիարժեք ցիկլերի արդյունքում օնկոլոգիան է շատանում, օնկոլոգիական խնդիրները, թե հետո ավելանում են հենաշարժիչ համակարգ, սիրտանոթային համակարգ, մետաբոլիկ, նյարդաենդոկրին, այս բոլոր համակարգերը խախտվում են վատ, նաև մասնակցում են խախտմանը վատ վերարտադրողական ֆունկցիայի արդյունքում, ձվարանների վատ թեր ֆունկցիայի արդյունքում։ Դա ընդհանուր առողջությանն է վերաբերում, ոչ միայն վերարտադրվելուն։ Իսկ վաղ զարգացում կարող է հանդիպել։ Անպայման։ Վաղ սեռական զարգացումը դա մինչև 8 տարեկան հասակը երկրորդային սեռական հատկանիշների ձևավորումն է եւ կարող է լինել նաև դաշտան, արյունային արտադրություն։ Ցավոք սրտի արդեն սկսել ենք շատ հանդիպել եւ բնականաբար դա պետք է մեր կողմից վերահսկվի եւ երկու դիսցիպլինաներ են սա վերահսկում էնդոկրինոլոգները, բայց քանի որ մանկական գինեկոլոգիան ծառայությունը մենք արդեն ունենք ու լավ զարգացած, բնականաբար դա մենք էլ ենք վերահսկում եւ կան միջոցներ, դեղամիջոցներ, որպեսզի երեխան մի քիչ մեծանա, հասնի իր հասակակիցներին բնական տարիքին, նոր սկսի սեռական հասունացումը, քանի որ արդեն աճը կանգնում է, ցածրահասակ են լինում, դեռ սոցիալական տարբեր խնդիրներ են սկսվում, որպեսզի մենք օգնենք երեխան սոցիալապես ադապտացված լինի նաև։ Այո, կան եւ վաղաժամ սեռական հասունացում, եւ կան սեռական հասունացման հապաղումներ։ Երկու խումբն էլ կան եւ իհարկե կան զարգացման արատներ։ Այս խումբն էլ է բաց մնում։ Իսկ ինչ է դա ենթադրում, այսինքն զարգացման արատներ, ներքին սեռական օրգանների, արգան, ձվարաններ, փողեր, հեշտոց այս համակարգում ճիշտ կառուցվածքի խեղումներ։ Կարող է ձվարանի բացակայություն, փողերի տարաձև, դու չթվարկեմ, դասակարգում, արգանդի բացակայություն կամ հակառակը, այնտեղ ինչ-որ կպումներ, փակ հատվածներ եւ արդյունքն ինչ է, այսինքն երեխան մտել է վերարտադրողական տարիք ու առաջի խնդիրը, որ շատ ենք տարբերում, ցավոտ դաշտան։ Եթե երեխան ունի ցավ որովայնում, դա ահազանգ է, որ բացի վիրաբուժից, մյուս մասնագետներից պետք է աղջիկ երեխային դիտարկի մանկական գինեկոլոգը պարտադիր, երկրորդը, այո, ցավոտ դաշտանը կարող է ոչ թե այն լինի, որ ժառանգել է տատիկներից, հորաքույրներից, որոշակի նյարդահամակարգի տեսակ, այլ կան զարգացման խնդիրներ, որոնք բերել են ցավի առկայությանը։ Անկեղծ ասած բավական եւ անհանգստացնող եւ վախեցնող խոսքեր են այստեղ, ինչու՞։ Ես ուզում եմ հասկանալ
Այս զարգացման արատների դեպքում, հա, դրանք ինչ որ ձևով արտահայտվում են, ախտանշաններ լինում են, թե պարտադիր հետազոտության պետք է մոտենալ ու հասկանալ։ Այսինքն ուզում եմ հասկանալ, որպեսզի չբացառվեն դեպքերը, ծնողը երբ հասկանա, որ կարող է երեխայի մոտ նման խնդիր լինել, զարգացման ու դիմի մասնագետի, ոչ թե դա պարզվի, ենթադրենք 20 տարեկանում, 25-ում։ Հասկացա։ Զարգացման արատները հիմնականում հենց բացահայտվում են դեռահասության շրջանում։ Այսինքն կա երկրորդային սեռական հատկանիշներ, չկա դաշտան։ Դա թիվ 1 ահազանգն է, 2.5 եւ 3 տարի է։ Արդեն կախված է հասունության աստիճանից։ Մայրը զգում է, որ երեխան պատրաստ է, բայց չկա դաշտան։ Կամ կա դաշտան, նա անկանոն է, ացիկլիկ է, կամ կա դաշտան, որ ուղեկցում է անհասկանալի ցավերով, կամ չկա դաշտան, բայց կան նորից անհասկանալի ցավեր։ Այսինքն կան գանգատներ, ու այս բոլոր դեպքերում մենք պետք է տեսնենք, որտեղ մենք ունենում ենք տարբեր դեպքեր, որ անգամ բաց են թողնվում, այսինքն երեխան չունի արգանդ, բայց մի քիչ ուշ է ախտորոշվում, որ չունի արգանդ։ Իսկ ինչպես պետք է պատրաստել երեխային մանկական գինեկոլոգին այցելելու համար։ Իրականում երեխային հատուկ պատրաստություն պետք չի։ Նախ պետք է ծնողը պատրաստ լինի, ես միշտ ասում եմ իմ մամաները, եթե adekvat են, այսինքն իրենք չունեն ներքին վախեր, տագնապներ, ընդհանրապես երևույթներ նկատվում, ապա երեխան իր դաշտում է։ Նա կգնա ակնաբուժի մոտ, կգա իմ մոտ, ոչ մի խնդիր։ Ու երեխան շատ հետաքրքիր են մեր երեխաները, ես իրանցից անդադ նոր բան եմ տեսնում ու ուրախանում մի մասով, որտեղ կա երեխա ինքնուրույն գալիս է։ Ես ունեցել եմ պացիենտ, որ բուժել եմ մեծ քույրիկին, փոքր քույրիկը, 3-ն էին, 3 աղջիկներին, ուղղակի նա մեծի հետ գալիս գնում էր։ Ինքը գիտեր, որ կա մանկական գինեկոլոգ։ Ու այս 3 տարեկան աղջնակը ունենում է գանգատ, բորբոքման ձևով։ Ինքը հասկանում է, որ ինչ որ ոչ նորմալ վիճակում է։ Մորը անընդհատ ասում, մայրն է sense ոնց որ գցում ականջի հետև կարելի ասել, ու մի օր ասում է դու ուզում ես ես երեխա չունենամ, այ մամա, ինձ տար բժշկի։ Ես ապշացի իրեն որ եկել էին, այսինքն եթե երեխայի հետ դու նորմալ հաղորդակցության մեջ ես երեխան շատ լավ հասկանում է իրեն սպառնացող անհանգստությունները, վտանգները, թե ապահով միջավայրը։ Իսկ եթե կան խնդիրներ, ոչ մի դեպքում պետք չի խուսափել, որովհետև ամեն դեպքում մենք շատ լավ կոմունիկացում ենք երեխաների հետ, շատ լավ։ Մենք խնդիր չենք ունենում իրենց հետ։ Կան երեխաներ իհարկե, որ վախեր ունեն, անհանգիստ երեխաներ, իրանք միշտ են անհանգիստ, իրանք ոչ միայն մեզ մոտ են անհանգիստ։ Իսկ հիմնականում մենք շատ հանգիստ կոմունիկացվում ենք իրանց հետ։ Բժշկուհի, եւս մեկ խորհուրդ ձեզանից եւ ամփոփենք այսքանով մեր հարցազրույցը, շատ հաճախ նաեւ հենց մայրիկներն են կաշկանդվում երեխաների հետ, այն աղջիկների, ովքեր գտնվում են արդեն սեռահասունացման մեկնարկին, խոսել տարբեր թեմաների մասին, որ քո հետ կարող է տեղի ունենալ այս հանգամանքը, պետք է ուշադրություն դարձնել սրան, ինչպես ծնողներին բացատրենք կամ ինչպես ծնողները պետք է մոտենան աղջիկներին, ինչպես սկսեն խոսել այդ աղջկական թեմաներից առանց կաշկանդվելու։ Տեսեք, աղջկական թեմաներից կարելի է խոսել, երբ որ տեսնում ես երեխան մտել է հասունացում, այսինքն երկրորդային սեռական հատկանիշները սկսել են ձևավորել, մոտ 1.5-2 տարուց, երբ որ ինքը արդեն մոտենում է առաջին դաշտանին։ Շատ հետաքրքիր եւ ֆանտաստիկ է բնությունը, ինքը մարդուն հոգեբանորեն նյարդը էնդոկրին համակարգը, հորմոնները իրենց շատ հետաքրքիր ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա եւ երեխան մեծանում է։ Ինքը ավելի կոմունիկատիվ է դառնում, ավելի իրեն կարելի է հեշտ զրուցել։ Իհարկե այս տարիքը մինչև 16 տարեկանը իրենք մի քիչ էմոցիոնալ են, տարբեր են երեխաները, մեկը կարող է գալ ու փակվել իր մեջ, մյուսը հակառակը, ուղղակի հուզվի, լացի, արտասվի, բայց 16-ից հետո ամենահետաքրքիր տարիքային խումբն է գալիս, իրենք ինքան հասուն են, ասենց մեծի նման կգան, կնստեն, մեծի նման իրենց բոլոր հետաքրքրող հարցերը կքննարկեն, կունենան իրենց պատասխանը։ Երեխաներ կան, ասենք մարդ կա, տարբեր մարդիկ են, որոնք անընդհատ ուզում են հետազոտված լինեն, իրանք անընդհատ կգան կհետազոտվեն։ Կան հակառակ խումբը, հա, որ մի քիչ անտարբեր են, բայց երբ որ դու իրան բացատրում ես, որ այս հարցերը քո պատասխանատվության ներքո են, դու պետք է բռնես, տանես քո առողջությունը ընդհանրապես, որի մեջ նաև քո վերարտադրողական առողջությունն է։ Երբեք չի կարելի առանձնացնել վերարտադրողական առողջությունը մեր առողջությունից։ Մենք պետք է ամեն ձևով հասնենք նրան, որ ունենանք առողջ մտածելակերպ, առողջ կենսակերպ, առողջ սովորություններ, առողջ վարքագիծ։ Դա մարդուն պատասխանատու է դարձնում, մարդուն ավելի
հետաքրքիր է դարձնում ու այդ մարդու հետ հաստատ գործ կբռնես։ Ու երբ որ փոքրուց նա այդ սովորությունները ձեռք է բերում, առաջ ուղղակի հստակ ավանդական դաստիարակությամբ դաստիարակում էին։ Հիմա քանի որ ժամանակակից չէին խոսում, բայց կար ավանդական կա, էլի կա, ես գիտեմ, որ կա ավանդական դաստիարակության մեջ կան դրվածքներ, որ այս հարցերը քննարկում են այս դաշտում։ Գիտեք ինչ, երեխան ընդհանրապես մարդը ինքը շատ փափուկ համակարգ է։ Իրան պետք չի շատ ծանրաբեռնել, որ ինքը ամեն ինչ կարա ու ամեն ինչ իրենից է կախված, որովհետև իրան պետք է սա է օրենքներ եւ կարգեր։ Եթե կան կարգեր եւ օրենքներ, երեխան իր առողջության հանդեպ է դնում այդ կարգը, պետք է ճիշտ քնի, ժամանակին քնի, ճիշտ միջավայրում քնի, ճիշտ սնվի, սննդի ընտրության մեջ ճիշտ ընտրություն անի եւ ունենա բարձր ֆիզիկական ակտիվություն ամենակարևորը։ Այս սա իմ համար ցավոտ հարցն է, որտեղ մեր երեխաները ադինամիկ են, նրանք պարկած են գիշերը, ցերեկը նստած են, դպրոցում նստած են, կրկնուսուցի մոտ նստած են, տանը նստած են, ծնողները չեն ծանրաբեռնում ոչ մի ֆիզիկական ակտիվությամբ, թեկուզ տնային հոգսերում, բայց մենք ունենում ենք այն, որ անգամ եթե ինքը ունի պտղաբերություն, ինքը ունի հղիության կրելախախտ։ Այդ աղջիկը հասնում է ծննդաբերության պահին չի կարողանում ուժ ունենա ֆիզիկական, որ իր երեխուն առողջ առանց թթվասնային քաղցի լույս աշխարհ բերի։ Սրանք շատ բազմակողմ խնդիրներ են։ Ես մեր երեխեքին իսկապես ընկալում եմ ոնց որ լավ հղկված ադամանտ, որտեղ այդքան բարձր են ադամանդի կողքերը, այնքան հղկված են, չէ՞։ Այդքան էլ մեր երեխաները մնագագրանն է անի, ու ամեն կողմը իր յուրատեսակ մոտեցումն է ուզում, ու ես ափսոսում եմ, ես ամեն կերպ իմ ջանքը դնում եմ, որ իրանք ամեն կերպ մեր տեսադաշտում լինեն։ Այնքանով, որքանով կարող ենք իրենց հետ հաղորդակցվել, ափսոսեն։ Ինչ ունենք, էս ունենք։ Հրաշալի էիք, տեղեկատվությունը եւս։ Հարգելի հեռուստադիտողներ, Առողջարարի տաղավարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մանկական գինեկոլոգ Արփինե Մաթևոսյանն էր։ Ֆանտաստիկ լուրեր, տեղեկատվություն մենք լսեցինք մանկական, հատկապես վերարտադրողական առողջության մասին, եւ ամենակարևորն այստեղ ականջալուր լինել եւ պարբերաբար մասնագետի դիմելն է։ Այսպիսին էր Առողջարարը։ Ահա այսպիսին էր Առողջարարն այս շաբաթ։ Հետևեք մեզ, որ լինեք տեղեկացված եւ պաշտպանված։ Մենք եթերում ենք յուրաքանչյուր շաբաթ 21:00-ին։ Ցտեսություն։